Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայի մակրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, երազներ եմ մեկնաբանում, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղիղ եթերները պահպանվում են իմ YouTube-ի անալիքներում, Instagram-ում, Facebook-ի անալիքներում, Одноклассникում, Կոնտակտում, Telegram-ի անալիքներում, TikTok-ի անալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ, գրանցվեք, որպեսզի ինформացված լինեք։ Здравствуйте, мои дорогие подписчики! Как вы знаете, я экстрасенс-парапсихолог, ясновидящая, ведический астролог. Я делаю расклады на картах Таро и с помощью рун. Делаю разные ритуалы, делаю чистку, ставлю защиту, делаю амулеты, талисманы, обереги. Для каждого человека отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, дорогие мои подписчики, вы можете обращаться. Все мои прямые эфиры, они сохраняются на всех социальных сетях, там везде есть мои каналы, дорогие мои подписчики. Подписывайтесь, там очень хорошая информация, много ритуалов, много раскладов для каждого человека. Отдельно много информации, которую я с большим удовольствием дарю моих дорогих подписчиков. Подписывайтесь на мой канал, мои дорогие подписчики. С вашей подпиской вы будете давать вашу благодарность. Ինչպես գիտեք սիրելիներս, ամեն շաբաթ կիրակի մտնում եմ 2 ժամյա ուղիղ, որտեղ պատասխանում եմ իմ սիրելի ունկնդիրների տված հարցերին։ Գիտեք ինչ սիրելիներս, եթե դուք ցանկանում եք, որ ես ձեր հարցերին պատասխանեմ, անպայման գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր սոցիալական վիճակը, ամուսնացած եք, ամուսնացած չեք, նաև գրում եք կողքը, ինչ ոլորտին է վերաբերվում, որ ոլորտին է վերաբերվում ձեր հարցը, սիրելի ունկնդիրներ։ Ես նաև կարող եք հարց տալ կոնկրետ ձեզ հետաքրքրող ձեր վրա նեգատիվ, թուղթուգիր, անեծք կամ այլ տեսակի նեգատիվ կա, թե ոչ, ես այդ հարցին նույնպես սիրելիներս պատասխանում եմ։ Եթե ես հարցի ընթացքում տեսնեմ կանխատեսման ժամանակ, տեսնեմ, որ ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը նեգատիվի արդյունք է, ես դա նույնպես սիրելիներս կբարձրաձայնեմ։ Իմ ուղիղ եթերները պահպանվում են իմ բոլոր ալիքներում, իմ բոլոր սոցիալական ցանցերում։ Եթե դուք զգում եք, որ ձեր տված հարցը դա մասսայական հարց չէ, դուք կարող եք այդ հարցը չտալ, դուք կարող եք ձեր այդ հարցը
անհատական ինձ ուղարկել, իսկ այն մարդիկ, ովքեր որ ոչ մի խնդիր չունեն, ոչ մի պրոբլեմ չունեն, իրենց հարցը մասսայականացնելու, իրենք կարող են իմ այսօր եթերների ժամանակ իրենց հարցերը տալ. Дорогие мои подписчики, я знаю, что много моих подписчиков, большинство моих подписчиков, они русскоязычные люди, разговаривают и понимают только русский язык. Вы тоже можете на русском давать ваши вопросы. Я с большим удовольствием и на ваши вопросы тоже буду отвечать. Այսքանը սիրելիներս սկսենք մեր ետերը, դուք էլ ակտիվ եղեք ձեր սրտիկներով, ձեր լայքերով, ձեր մեկնաբանություններով, նաև իմ ալիքներին գրանցվելով, փոխհատուցեք իմ տված էներգետիկան։ Դավիթ 22 տարեկան, առաջիկա շաբաթում ինչպիսի գործնական իրավիճակներ կլինեն։ Դավիթ։ Տեսնենք ինչ ասում եզերքը մեր սիրելի Դավիթի համար։ Սիրելի Դավիթ, ընդհանրապես խնդիրներ կա, պրոբլեմներ կա, բայց ձեր խնդիրները, պրոբլեմները դա սովորական խնդիրներ եք, պրոբլեմներ չեն, դուք էլ ճիշտ է երիտասարդ եք, բայց դուք զգում եք, որ տարօրինակ իրավիճակ է և ձեր անձնական ոլորտում, և ձեր գործնական ոլորտում, ոնց որ քաոսային իրավիճակ եղնի, դուք չեք կարողանում այդ քաոսից դուրս գալ։ Հարգարժան Դավիթ, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա նեգատիվ, որը քանի գնալ անգամ կպարտացնի ձեր վիճակը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Անժելա 33 տարեկան, առողջական։ Անժելա 33 տարեկան, առողջական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անժելայի համար։ Սիրելի Անժելա, ընդհանրապես ցույց է տալիս, որ կան խնդիրներ, կան դժվարություններ, ձեր կյանքի բոլոր ոլորտների հետ կապված, ոնց որ փակուղու առաջ կանգնած լինեք, դուք վազում եք, դուք շարժվում եք, բայց ձեր վազքը, ձեր շարժումը, ձեր կորցրած էներգետիկա է դիմաց, դուք փոխհատուցում չեք ստանում, ինչ էլ որ ստանում եք, դա համապատասխան չէ ձեր ծախսած էներգետիկային, ոնց որ փակուղու առաջ կանգնած լինեք և չեք կարողանում այդ փակուղուց դուրս գալ։ Այո, սիրելի Անժելա, ցույց է տալիս, որ ձեր մոտ դժվար իրավիճակ է, դժվար ժամանակահատված է, ոնց որ թակուհին գլխի վրա դարած վիճակ լինի։ Այո, ձեր մոտ կա և առողջական խնդիրներ։ Գիտեք ինչ, սիրելի Անժելա, ձեր առողջական խնդիրը նեգատիվի արդյունք է։ Դա սովորական առողջական խնդիր չէ։ Այստեղ ցույց է տալիս, ինչ է ասում տիեզերքը ձեզ համար, սիրելի Անժելա, որպեսզի ձեր մոտ առողջական խնդիրները կարգավորվեն, որպեսզի դուք կարողանաք այդ պրոբլեմը հաղթահարեք, ոչ միայն պետք է դիմեք առողջապահական հիմնարկություն, ոչ միայն պետք է առողջապահական միջամտություն ստանաք, այլև դուք պետք է ձեր վրայից վերացնեք նեգատիվը։ Թուղթուկիր կա, անեծք կա, որը խլում է ձեր էներգետիկան։ Ձեզ թվում է, թե դուք կհաղթահարեք, դուրս կգաք, ընդհակառակը, քանի
քանի գնա այնքան կբարձրանա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, բուժման պրոցեդուրաների հետ կատարեք նաև ձեր բիոէներգետիկ դաշտի մաքրում, որպեսզի լինի առողջացում։ Սուսաննա 63 տարեկան, առողջական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սուսաննայի համար։ Սուսաննա 63 տարեկան, առողջական։ Սուսաննա 63 տարեկան, առողջական։ Սիրելի Սուսաննա, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդակ, որի պատճառով դուք ունեք առողջական խնդիրներ։ Գիտեք ինչ, միայն առողջական խնդիրներ չէ ձեր մոտ, ձեր ընտանիքի մեջ կա խնդիրներ, ձեր հարազատների մեջ կա խնդիրներ, քո սերունդիդ վրա կա խնդիրներ։ Սիրելի Սուսաննա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի։ Այս տոհմական անեզքը ձեր վրայից, ձեր ազգի, ձեր սերունդի վրայից անեք, որպեսզի խնդիրներ չլինեն։ Քանի կա այս նեգատիվը, ձեր առողջական խնդիրը, ձեր անձնական պրոբլեմները, ձեր սերունդի պրոբլեմները, քանի գնա այնքան կվատանա, այնքան կշատանա։ Հերմինե 21 տարեկան, ընդհանուր։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար։ Հերմինե 21 տարեկան, ընդհանուր։ Սիրելի Հերմինե, կա դժվարություն ձեր կյանքի բոլոր ոլորտներում, և անձնական, և գործնական, և ֆինանսական, վազք կա, արդյունք չկա, սիրելի Հերմինե։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ ձեր անձնական կյանքի մեջ կա խնդիրներ, ոնց որ ձեր անձնականը ձեզ չի հասնում։ Գիտեք ինչ, գալիս եւ տեղ չի հասնում, ոնց որ ձեր վրա տարօրինակ քող քաշած լինի, ձեր անձնականը ձեզանից փախնում է։ Նույնիսկ եթե անձնական հարաբերություններ է լինում, դա չի կատարվում, դա չի առաջ գնում, դա չի զարգանում։ Գիտեք ինչ, սիրելի Հերմինե, հնարավոր է խնդիրներ պետական դռների հետ, բանկային համակարգ, առողջապահական համակարգ, ոստիկանություն, իրավական համակարգ։ Գիտեք ինչ, հնարավոր է ձեր վրա անհատական, ոչ թե անեզք կա, այլ անհատական ձեր վրա, ձեր ազգի վրա նավս կա, աչք կա, որը չի թողնում, որ դուք առաջ գնաք, զարգանաք։ Գիտեք ինչպիսի իրավիճակ է, ինչ որ բան պետք է լինի, դուք ուրախանում եք եւ չի ստացվում։ Գնում եք դեպի լույսը, ուրախանում եք, մեկ էլ տեսնում եք, որ այդ լույսը հանգած է։ Դուք գնում եք դեպի կանաչը, դեպի ծաղիկը, դեպի բուսականությունը, տեսնում եք, որ անապատի եք հանդիպում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրեք այս նեգատիվը, մաքրեք այս էներգետիկան ձեր վրայից, նաև դրեք պաշտպանություն, որովհետև Աստված ցույց է տալիս, որ ձեր էներգետիկան շատ թույլ է եւ աչքը, նավսը ինքը անմիջապես իր վրա վերցնում է։ Դրեք պաշտպանություն, որպեսզի խնդիրներ չունենաք։ Անուշ 48 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անուշի համար։ Անուշ
Սիրելի Անուշ, ցույց է տալիս կա հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, եթե նույնիսկ պրոբլեմներ կա ձեր կյանքի մեջ, ձեր անձնական կյանքի մեջ, այդ պրոբլեմները անցողիկ են։ Խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում, թողնում եք հետևում եւ ձեզ սպասվում է հաջողություն, հաղթանակներ։ Ինչ երազանք եւ նպատակ ունեք ձեր համար, ձեր ընտանիքի համար, ձեր սերունդի համար, ձեր այդ երազանքները, նպատակները կատարվում են։ Գրեթա 52 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Գրեթայի համար։ Գրեթա 52 տարեկան ընդհանուր։ Սիրելի Գրեթա, հաջողություն է ցույց տալիս։ Եթե նույնիսկ կա խնդիրներ, կա պրոբլեմներ, այդ խնդիրները, պրոբլեմները լուծվում են։ Գիտեք ինչ, սիրելի Գրեթա, շատ խորին մտածմունք ունեք ձեր արունի հանդեպ, ձեր հարազատի հանդեպ, վախեր ունեք, խորհուրդ եմ տալիս մի կվախեցեք, ցույց է տալիս, որ այդ մարդու կյանքի մեջը մտնելու է հաջողություն։ Սիրելի Գրետա, հաջողություն, հաղթանակներ, հնարավորություններ է ցույց տալիս։ Բենիկ 20 տարեկան աշխատանք։ Բենիկ 20 տարեկան աշխատանք։ Սիրելի Բենիկ, չի լինի աշխատանք։ Ընդհակառակը ինչ-ինչ ձեռ եք տալիս, դա փակվում է, չի ստացվում։ Սիրելի Բենիկ, ձեր հայրական ազգի վրա կա անեծք, որի պատճառով ոչ ձեր ծնողի, ոչ ձեր հարազատների, ոչ ձեր եղբայր-քույրերի մոտ ոչ մի բան չի ստացվում, ամեն ինչ փակված է, որպեսզի ձեր կյանքի մեջ լինի հաջողություն, սիրելի Բենիկ, դուք մաքրվեք այս նեգատիվից եւ դուք նոր կհասկանաք ինչ է իրենից ներկայացնում, ֆինանսական հաջողությունը ինչ է իրենից ներկայացնում, անձնական երջանկությունը, քանի այս նեգատիվը կա, ես չեմ տեսնում հաջողություն, ուղղակի ժամանակի կորուստ է ցույց տալիս, էներգիայի կորուստ է ցույց տալիս։ Հասմիկ 36 տարեկան ֆինանսական։ Հասմիկ 36 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հասմիկի համար։ Հասմիկ 36 տարեկան ֆինանսական։ Կա ֆինանսական խնդիրներ, հնարավոր է աշխատանքի ոլորտում, հնարավոր է վարձատրության մեջ, հնարավոր է պետական ֆինանսական դռների հետ կա պրոբլեմներ, սիրելի Հասմիկ, ոնց որ ձեր մոտը 1-2 չի դառնում։ Սիրելի Հասմիկ, ձեր այդ ֆինանսական դժվարությունները դա նեգատիվի կախարդանքի արդյունք է։ Ձեզանից տարած է ձեր հաջողությունը, ձեզանից գողացած է ձեր ֆինանսական հոսքերը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի։ Այս սատանայական գործողությունը, այս կախարդանքը ձեր վրայից մաքրեք, ձեր վրայից վերածրեք եւ դուք ֆինանսական հաջողություն կունենաք։ Քանի կա այս նեգատիվը, սիրելի Հասմիկ, վազք կա, արդյունք չկա, ֆինանսները լրիվ ուրիշ ուղղությամբ են գնում, չեն աշխատում ի օգուտ ձեզ։ Մանե 35 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մանեի համար։ Մանե 35 տարեկան ֆինանսական։ Սիրելի Մանե, մենակ ֆինանսական խնդիր չէ, ձեր մոտ եւ ֆինանսական է ոնց որ փակուղու մեջ ընկած,
նաև անձնականն է փակուղու մեջ ընկած, դուք ոնց որ ձեզ չեք գտնում այս կյանքի մեջ, ոնց որ կորցրած լինեք ձեր ճանապարհը, ձեր ուղին, վախեր ունեք, սիրելի մանե, վախեր ունեք առաջ գնալու, վախեր ունեք նոր ինչ-որ բաներ որոնելու, վախեր ունեք փոփոխություններ մտցնելու ձեր կյանքի մեջ, եւ այդ վախերը փակում են ձեր առաջխաղացումը, ձեր կյանքի բոլոր ոլորտներում, այո, կա ֆինանսական խնդիր, կա անձնական խնդիր, սիրելի մանե, ընդհանրապես ցույց է տալիս, որ կա նեգատիվ, որը փակում է ձեր ֆինանսական հոսքերը, որը փակում է ձեր անձնական երջանկությունը։ Գիտեք ինչ, հնարավոր է, էլի եմ ասում, հնարավոր է եւ ձեր հայրական, մայրական ազգի հետ կապված խնդիր լինի, այստեղ անհատական ձեր վրա ցույց չի տալիս ինչ-որ կատարված գործողություն, ավելի շուտ ձեր տոհմածառի հետ կապված կա պրոբլեմ, սիրելի մանե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, որպեսզի մաքրվեք, որպեսզի այս ծաղրածուի կարգավիճակից դուք կարողանաք դուրս գաք։ Շնորհակալ եմ, սիրելի մանե, գրանցվեք իմ ալիքին, շնորհակալ եմ, որ ասում եք ճիշտ է, ինչ զգում եմ, ինչ աստվածային ուժերը տալիս է, դա էլ ասում եմ։ Համեստ 52 տարեկան աշխատանք, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Համեստի համար, Համեստ 52 տարեկան աշխատանք, Համեստ 52 տարեկան աշխատանք, սիրելի Համեստ, լինելու է աշխատանք, գիտեք ինչ, ցույց է տալիս, որ շատ երկար սպասված աշխատանք է լինելու, ձեզ կկանչեն աշխատանքի, կաշխատեք եւ ֆինանսական հոսքեր կմտնեն, երկար սպասված ձեր ցանկությունը կատարվում է, կլինի աշխատանք եւ ձեր աշխատանքը լինելու է լավ վարձատրությամբ, Աննա Լևոն, կմիանաք թե ոչ, տեսնենք ինչ է ասում տիեզերքը Աննայի Լևոնի համար, Աննա Լևոն, կմիանաք թե ոչ, սիրելի Աննա, սիրելի Լևոն, չեք միանա, որովհետև կա թուղթուգիր, կա անեծք, հնարավոր է եւ երկուսիդ վրա, հնարավոր է անհատական եւ Աննայի եւ Լևոնի վրա, քանի այս անեծքը կա, քանի այս թուղթուգիրը կա, դուք չեք լինի միասին, որպեսզի ձեր կյանքի մեջ, ձեր հարաբերությունների մեջ մտնի ակտիվություն, որպեսզի գոնե դուք կարողանաք անհատական ձեր անձնական հարաբերությունները կարգավորել, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքը, այս մագյան ձեր վրայից անեք, նոր հնարավոր է անձնական երջանկություն, նաև հնարավոր է միություն։ Աստղիկ 32 տարեկան, աշխատանքային առաջարկություն կլինի թե ոչ, Աստղիկ 32 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Աստղիկի համար, Աստղիկ 32 տարեկան, սիրելի Աստղիկ, փակված է ձեր մոտ ամեն ինչ, փակված է ձեր մոտ առաջխաղացումը, մասնագիտական առաջխաղացումը, փակված է ձեր մոտ եւ անձնականը, եւ գործնականը, սիրելի Աստղիկ, դուք օրենքով պետք է սա ձեր վրայից վաղուց
տեսած լինեք, վաղուց հասկացած լինեք, որովհետև այս նեգատիվը ոչ թե նոր սկսված իրավիճակ է, այլ ձեր ծնված օրվանից ձեր հետ գալիս է։ Դասարանում ամենալավ սովորողը դու լինեիր, ձեզ գնահատական չէին տնեին, աշխատողը ամենալավը դուք լինեք, աշխատավարձը ձեզ ավելի քիչ կտան, քան կողքի չաշխատող անձնավորությանը։ Սիրելիս, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրման գործողություն կատարեք, ոչ թե դուք կսպասեք, որ որևէ մեկը ձեզ կհրավիրի աշխատանքի, այլ դուք կկարողանաք ձեր սեփական գործունեությամբ զբաղվել, ձեր հոբբին, ձեր նախասիրությունը դարձնել ձեզ համար ֆինանսական հոսքեր եկամուտ ստեղծելու հնարավորություն։ Գոր 42 տարեկան ֆինանսական անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Գոր 42, գոր 27 տարեկան ֆինանսական անձնական։ Գոր 27 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի գորի համար։ Սիրելի գոր, կա խնդիրներ, կա պրոբլեմներ, բայց դա լուծելի են եւ ձեր եւ ֆինանսական եւ գործնական ոլորտում մտնելու է հաջողություն։ Դուք ընտրության առաջ եք կանգնում եւ անձնականի մեջ եւ գործնականի մեջ։ Ձեզ սպասում է հաջողություն, ձեզ սպասում է հաջողություն։ Արմինե 33 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Արմինե 33 տարեկան։ Սիրելի Արմինե, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեզք, որի պատճառով ձեր մոտ ամեն ինչ փակված է, անձնական, գործնական, ֆինանսական, նույնիսկ կա առողջական խնդիրներ, որը միտում ունի ավելի բարդանալու։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ նոր ձեր կյանքի մեջ կմտնի հաջողություն։ Ձեր կյանքի բոլոր ոլորտները փակ են։ Շնորհակալ եմ։ Լիանա 27 տարեկան անձնական։ Լիանա 27 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լիանայի համար։ Սիրելի Լիանա, ոնց որ ձեր անձնականի մեջ տարօրինակ իրավիճակ է, հնարավոր է տարաձայնություն, հնարավոր է խնդիրներ եւ պրոբլեմներ, սիրելի Լիանա, ոնց որ գլխի վրա դարած լինի։ Այո, ձեր անձնականի մեջ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, որը դու չես կարողանում լուծել, սիրելի Լիանա, ձեր անձնականը ամբողջովին փակված է, ձեր անձնականը ամբողջովին փակված է, սիրելի Լիանա, վաղուց կատարված գործողություն կա, դուք ցանկանում եք ինչ-որ ձևով մաքրել ձեր էներգիայով, ինչ-որ ձևով դրա թեմա առնել, չեք կարողանա առնել։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, որովհետև ցույց է տալիս, սիրելի Լիանա,
նույնիսկ այն ինչ որ ունեք այժմ ձեր անձնականի մեջ, դա կփլուզվի, դա կերտա, դա կդառնա 0, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրում կատարեք եւ ամեն ինչ կկարգավորվի, ամեն ինչ իր տեղը կգնի։ Մարինե ռաս, կմիանաք թե ոչ։ Մարինե ռազմիկ, կմիանաք թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Կա դժվարություններ, կա խնդիրներ, սիրելի Մարինե, սիրելի ռաս, ոնց որ ձեր հարաբերությունները 360 աստիճանի վրա փոխվեցին, այո, կան պրոբլեմներ, կան դժվարություններ, չեք կարողանում այդ դժվարությունը, այդ պրոբլեմները հաղթահարել, գիտեք ինչ, այո, շատ է դժվար, բայց դուք կկարողանաք հաղթահարել, գիտեք ինչ, սիրելի Մարինե, քայլ արեք, մի խուսափեք, մի նստեք, եթե նստեք չի լինի միացում, եթե քայլ անեք հարաբերությունների ակտիվացում հնարավոր է։ Սեդա 22 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սեդայի համար։ Սեդա 22 տարեկան անձնական։ Սեդա 22 տարեկան անձնական։ Սիրելի Սեդա, ձեր անձնականի վրա կա անեզք, կա թուղթուկիր, ճիշտ է դուք երիտասարդ եք, բայց դուք արդեն զգում եք, որ ձեր 4 կողմը պտտվում են, տարօրինակ, որակական հատկություններ ունեցող հագարակ սեռ ներկայացուցիչներ։ Գիտեք ինչ, սիրելիս, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրեք այս նեգատիվը ձեր վրայից եւ ձեր կյանքի մեջ կլինի անձնական հաջողություն։ Սա ձեր վրա չի, ձեր տոհմի վրա է, հնարավոր է եւ մայրական եւ հայրական ազգը։ Դուք որ դիմեք էքստրասենսի, էքստրասենսը կկարողանա արդեն ճիշտ դիագնոստիկա կատարել, որովհետեւ հնարավոր է երկու կողմից էլ լինի։ Մաքրեք, որպեսզի լինի անձնական հաջողություն։ Արմինե 38 տարեկան կամուսնանա այս տարի թե ոչ։ Արմինե 30 տարեկան կամուսնանա թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Այո, սիրելի Արմինե, դուք կամուսնանաք եւ շատ երջանիկ հարաբերություններ կլինի, երջանիկ ամուսնություն կլինի, դուք կամուսնանաք։ Նարինե 39 տարեկան անձնական։ Նարինե 39 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարինեի համար։ Կա խնդիրներ ձեր անձնական ոլորտում, ոնց որ եկել փակուղու առաջ եք կանգնել, սիրելի Նարինե։ Սիրելի Նարինե, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեզք, որի պատճառով կա անձնական խնդիրներ, ոչ միայն անձնական, ձեր կյանքի բոլոր ոլորտներում կա խնդիրներ։ Սիրելի Նարինե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն։ Ցույց է տալիս, որ ձեր երազանքները անընդհատ կիսատ են մնում։ Սպասում եք, այս է պիտի ձեր երազանքը կատարվի, չի կատարվում։
դիմեք էքստրասենսի անպայման մաքրվեք, կլինի և անձնական, կլինի նաև հաջողություն։ Բարև ձեզ, Նարա 47 տարեկան ֆինանսական, Նարա 47 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ է ասում դիեզերքը մեր սիրելի Նարայի համար։ Ճիշտ է, կան ֆինանսական խնդիրներ, բայց սիրելի Նարա նաև կա հնարավորություններ այդ ֆինանսական խնդիրները լուծելու։ Դուք ոչ թե մեկ հնարավորություն եք ունենալու, այլ տարբեր հնարավորություններ եք ունենալու։ Հնարավորություններ են բացվում, որ դուք կարողանաք այդ ֆինանսական խնդիրներից դուրս գաք, նաև ինչպիսի երազանք նպատակ ունեք ձեր ֆինանսական ոլորտում, դա կատարվի։ Նաև ձեր անձնական կյանքի մեջ նույնպես ցույց է տալիս հաջողություն։ Սամվել 19 տարեկան կունենաք ձեր երազանքների տունը։ Տեսնենք ինչ է ասում դիեզերքը մեր սիրելի Սամվելի համար։ Սամվել 19 տարեկան կունենաք ձեր երազանքի տունը։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ դուք վախեր ունեք, սիրելի Սամվել, դուք վախեր ունեք առաջ գնալուց, դուք ընդհանրապես վախենում եք, նույնիսկ փորձ չունեք, վախենում եք անձնականից, վախենում եք ֆինանսականից, վախենում եք գործնականից, սիրելի Սամվել, այդ վախերը շատ տարօրինակ վախեր են։ Գիտեք ինչ, դուք հաղթահարեք ձեր այդ վախերը, առաջ գնացեք և դուք ձեր երազանքի տունն եք ունենաք, ձեր երազանքի աշխատանքն եք ունենաք, ձեր երազանքի ընտանիքն եք ունենաք։ Մի վախեցեք, որովհետև ամեն քայլը, եթե նույնիսկ այդ քայլը ինչ-որ ձևով, բացասական ձևով է վերջանում ձեզ համար, մի վախեցեք, դա ձեզ փորձ է բերում, իսկ փորձը շատ կարևոր է։ Այո, դուք ձեր երազանքի տունը կունենաք։ Դաթևիկ Դավիթ կհաշտվեք, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում դիեզերքը։ Դաթևիկ Դավիթ կհաշտվեք, թե ոչ։ Կա խնդիրներ ձեր անձնական ոլորտում, սիրելի Տաթևիկ, սիրելի Դավիթ, ոնց որ ձեր անձնական էմոցիաները քնած լինեն։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ տարօրինակ իրավիճակ է, ամբողջովին փկխի վրա դարած է, այն էմոցիան, այն սերը, այն հարաբերությունը, որ ձեր մեջ եղել է, 360 աստիճանի վրա փոխվել է։ Գիտեք ինչ, սիրելի Տաթևիկ, սիրելի Դավիթ, ոնց որ սառնություն է տարօրինակ ձեր հարաբերությունների մեջ։ Դժվարություններ կա։ Գիտեք ինչ, ես ուժեղ նեգատիվ չեմ տեսնում, բայց հնարավոր է ձեր հարաբերությունները խաթարող ինչ-որ էներգետիկա կա, հնարավոր է աչք, հնարավոր է նավս, որը փակում է ձեր առաջխաղացումը։ Պետք է լինի ամեն ինչ, բայց չի ստացվում, անընդհատ քնած իրավիճակ է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրում կատարեք, պաշտպանություն դրեք ձեր վրա, նոր դրանից հետո հնարավոր է սիրելի Տաթևիկ, սիրելի Դավիթ, ձեր անձնական հարաբերությունների մեջ այն առաջվա ջերմությունը և էմոցիաները մտնեն։ Աստղիկ 20 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում դիեզերքը մեր սիրելի Աստղիկի համար։ Աստղիկ 20 տարեկան անձնական։
Սիրելի աստղիկ, ձեր անձնական ոլորտում հաջողություն, հաղթանակներ, երազանքների, նպատակների կատարում, ինչ երազանք, ինչ նպատակ, որ ունեք, սիրելի աստղիկ, դա կատարվելու է։ Մարինե 31 տարեկան, անձնական Մարինե 31 տարեկան, անձնական Սիրելի Մարինե, կա ֆինանսական խնդիր, կա անձնական խնդիր, ոնց որ ձեր ամեն ինչը տարօրինակ դանդաղ, տարօրինական բացասական իրավիճակի մեջ է։ Այո, վախեր կա, խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք մեկ պրոբլեմներից դուրս չեկաք, ծնվում եք մյուս պրոբլեմի մեջ։ Սիրելի Մարինե, գիտեք ինչ, ճիշտ է, կա խնդիրներ, կա պրոբլեմներ, բայց նաև տիեզերքը ձեզ լուծումներ է տալիս, լուծումների հնարավորություն է տալիս։ Դուք այդ խնդիրները, այդ պրոբլեմները կկարողանաք հաղթահարել, դուրս գալ, ուղղակի ճիշտ եղեք, լսեք թե ձեր ներքին ձայնին, առաջ գնացեք, մի վախեցեք եւ ուրիշ մարդու մի լսեք, դուք լսեք ձեր ներքին ձայնին եւ ձեր կյանքի մեջ ամեն ինչ հաջող կլինի։ Բարև ձեզ, բարև ձեր։ Վահե 28 տարեկան, տեսնենք Վահեի նշանը, դա սիրո վրա է հիմնված, կամուսնանա թե ոչ, Վահե 28 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Վահեի համար, ընդհանրապես ցույց է տալիս, որ Վահեի մոտ կա պրոբլեմներ, կա խնդիրներ, չեմ տեսնում, որ կլինի ամուսնություն, բացի դրանից այնտեղ նեգատիվ կա, թուղթուգիր կա, անեզք կա, ես չեմ տեսնում, որ այդ ամուսնությունը, այդ նշանադրությունը կվերածվի, ամուսնության, այո, նեգատիվի արդյունք է ցույց տալիս։ Հրիփսիմե 33 տարեկան, երեխա կլինի թե ոչ։ Հրիփսիմե 33 տարեկան, երեխա կլինի թե ոչ։ Մեծ երազանք ունեք, սիրելի Հրիփսիմե։ Այո, որոշակի ժամանակ հետո, ճիշտ է, մի քիչ դժվարություն է ցույց տալիս, բժշկական միջամտություն է ցույց տալիս, որոշակի ժամանակ է ցույց տալիս, բայց ձեր երազանք կկատարվի, սիրելի Հրիփսիմե, դուք երեխա կունենաք։ Եվ բժշկական միջամտություն կա, որոշակի ժամանակ կա, բայց դուք երեխա կունենաք։ Մխիթար Կարինե, ամուսնություն կլինի թե ոչ։ Մխիթար Կարինե, ամուսնություն կլինի թե ոչ։ Կա խնդիրներ, Մխիթար Կարինե, հարաբերությունների մեջ, դժվարություն, պրոբլեմներ, ոչ, ամուսնություն չի լինի, հնարավոր է և Մխիթարի, հնարավոր է և Կարիների, հնարավոր է երկուսի վրա, կա պրոբլեմներ, կա նեգատիվ, կա թուղթուգիր, որը չի թողնի, որ
ամուսնություն լինի, քանի այս նեգատիվը կա, չի լինի ամուսնություն։ Ընդհանրապես ոչ միայն իրար հետ, նաև առանձին չեն կարողանա իրենց անձնական երջանկությունը գտնել։ Լուսինե, տեսնենք ձեր սպասված զանգը, կստանաք թե ոչ։ Լուսինե, ձեր սպասված զանգը կստանաք թե ոչ։ Այո, ձեր սպասված զանգը կստանաք։ Ճիշտ է, ձեր մեջ վախեր կա, բայց դուք ձեր սպասված զանգը կստանաք։ Գայանե, 43 տարեկան, ձեր ֆինանսականը կկարգավորվի թե ոչ։ Գայանե, 43 տարեկան, ձեր ֆինանսականը կկարգավորվի թե ոչ։ Այո, սիրելի Գայանե, ձեր ֆինանսականը կկարգավորվի, հաջողություն կլինի և ձեր ֆինանսական ոլորտում, հաջողություն կլինի նաև ձեր անձնական ոլորտում, այո, կկարգավորվի։ Օֆելիա, 38 տարեկան, անձնական։ Օֆելիա, 38 տարեկան, անձնական։ Օֆելիա, 38 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Օֆելիա։ Սիրելի Օֆելիա, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով չկա անձնական, ոչ միայն անձնականը, նաև կա առողջական խնդիր, հենասյունական համակարգի, ողնաշարի, երիկմիզասեռական օրգանների, կանացի օրգանների հետ, գիտեք ինչ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, նոր կլինի անձնական, նոր կլինի հաջողություն։ Լուսինե, 31 տարեկան, այս տարվա մեջ ամուսնություն կլինի թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Լուսինե, 31 տարեկան, այս տարվա մեջ ամուսնություն կլինի թե ոչ։ Ոչ, սիրելի Լուսինե, ամուսնություն չի լինի, ձեր վրա կա նեգատիվ, ձեր վրա կա անեծք, որի պատճառով չի լինի ամուսնություն։ Գիտեք ինչ, նույնիսկ տարօրինակ կգա և չի լինի, կքանդվի։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի ամուսնություն, նոր կլինի անձնական երջանկություն։ Անի, 26 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Անի, 26 տարեկան, անձնական։ Անի, 26 տարեկան, անձնական։ Սիրելի Անի, խնդիրներ կա ձեր անձնական ոլորտում, խնդիրներ կա, պրոբլեմներ կա, բարդություններ ու դժվարություններ կա, դուք էլ չեք հասկանում ինչն է պատճառը այդ խնդիրների։ Սիրելիս, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով չի լինում անձնական, չի լինում ամուսնություն,
դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կադարեք մաքրման գործողություն, նոր կլինի ամուսնություն, մաքրվեք անպայման, մաքրվեք սիրելիս, Զավեն կոհար, միասին կլինեն թե ոչ, Զավեն կոհար, միասին կլինեն թե ոչ, տեսնենք ինչ է ասում տիեզերքը, Զավեն կոհար, ցույց է տալիս, որ կա ֆինանսական խնդիրներ, կա ասնական խնդիրներ, ոչ սիրելի Զավեն, սիրելի կոհար, դուք միասին չեք լինի, որովհետև կա թուղթուգիր, կա անեսք, հնարավոր է և Զավենի վրա, հնարավոր է և կոհարի վրա, որ այս թուղթուգիրը և անեսկը ձեր հարաբերությունները կանդում է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, անպայման մաքրվեք, նոր կլինի անձնական, նոր կլինի երջանկություն, նոր կլինի հաջողություն, քանի այս սուրը կա միություն չի լինի, Սիրուշ 29 տարեկան անձնական, Սիրուշ 29 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սիրուշի համար, Սիրուշ 29 տարեկան անձնական, Սիրելի Սիրուշ, ձեր անձնականը փակված է, ձեր հայրական ազգի վրա կա թուղթուգիր, կա անեսք, եթե դուք ուշադրություն դարձնեք ձեր հոպարների, հորաքույրների վրա նույն իրավիճակն է, իրենց սերունդների վրա, վաղաժամ մահեր, առողջական խնդիրներ, ամուսնության անձնականի հետ կապված խնդիրներ, երեխաները կարող է ծնվեն առողջական խնդիրով, քանի այս նեգատիվը կա, չկա ամուսնություն, չկա անձնական, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կադարեք մաքրման գործողություն, նոր կլինի անձնական, Արուս 35 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արուսի համար, Արուս 35 տարեկան անձնական, Սիրելի Արուս, ձեր անձնականը նույնպես փակված է, ձեր վրա կա նեգատիվ, ձեր մայրական ազգի վրա կա նեգատիվ, ձեր անձնականը փակված է, չեմ տեսնում անձնական, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրվեք այս սրերից, մաքրվեք այս բացասական էներգիայից, այս մագիայից, կախարդանքից, նոր կլինի անձնական, Դայանա նարեկ անձնական, տեսնենք ինչպիսի վիճակ է մեր սիրելի Դայանայի և Նարեկի մոտ, Դայանա, Նարեկ, Ջոր կա խնդիրներ, և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում, գիտեք սիրելի Դայանա, սիրելի Նարեկ, տարօրինակ դժվարություններ և պրոբլեմներ է անընդհատ ի հայտ գալիս, այո, գործնական, ֆինանսական ոլորտի հետ կա պրոբլեմներ, որը նաև անձնական դժվարությունների առաջ է կանգնեցնում, անընդհատ փորձում եք այդ իրավիճակը հաղթահարել, դուրս գալ, Սիրելի Դայանա, սիրելի Նարեկ, ձեր վրա կա նեգատիվ, ոչ թե թուղթուգիր, այլ աչքի տեսքով, աչքը շատ դեպքերում ավելի վտանգավոր է, քան նույնիսկ մարդկանց կատարած թուղթուգիրը, ձեր այդ ֆինանսական դժվարության, ձեր անձնական դժվարության, ձեր տարօրինակ պրոբլեմների պատճառը նեգատիվի առկայությունն է, գիտեք ինչ, այս իրավիճակը հնարավոր է բերի նաև
բաժանության, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն և դուք այդ պրոբլեմները, այդ խնդիրները կկարողանաք հաղթահարել, կկարողանաք ձեր անձնական հաջողությունը վերականգնել։ Կարինե 19 տարեկան, կա նեգատիվ թե ոչ։ Կարինա 19 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Կարինայի համար։ Կարինա 19 տարեկան, սիրելի Կարինա, ընդհանրապես ցույց է տալիս, որ առողջական անձնական ինչ-որ պրոբլեմ ունես, ոնց որ չստացված ձեր անձնական հարաբերությունը։ Գիտեք ինչ, սիրելի Կարինա, ոչ նեգատիվ չեմ տեսնում, ընդհակառակը ձեր և անձնական և գործնական հարաբերությունների մեջ մտնում է հաջողություն։ Նույնիսկ եթե ձեր անձնական կյանքի մեջ ինչ-որ բան այնպես չի ստացվել, դա չի նշանակում, որ թուղթուկիր կամ անեծք կա։ Ուղղակի հնարավոր է այդ անձնավորությունը ճակատագրով ձերը չէ, ձեզ սպասում է հաջողություն և գործնական և անձնական ոլորտում։ Լիլիթ 25 տարեկան անձնական, Լիլիթ 25 տարեկան անձնական, Լիլիթ 25 տարեկան, սիրելի Լիլիթ, ձեր անձնական ոլորտում հաջողություն, հաղթանակներ, երազանքների նպատակների կատարում, ինչ երազանք որ ունեք, դա կատարվում է։ Ռիմա 50 տարեկան, գործնական անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ռիմայի համար։ Ռիմա անձնական, գործնական, սիրելի Ռիմա, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով և անձնականը և գործնականը թերի է, փակված է։ Գիտեք ինչ, ձեր մոտ ամեն ինչ կիսատ է, սիրելի Ռիմա։ Դուք ընդհանրապես եթե ուշադրություն դարձնեք, ձեր երազանքները չեն կատարվում, ամեն ինչ թերի է, ամեն ինչ կիսատ է։ Սիրելի Ռիմա, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում պրոբլեմներ են, և այդ պրոբլեմները քանի գնա, այնքան կբարձրանա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի հաջողություն։ Կանգնած է ձեր մոտ ամեն ինչ, սիրելի Ռիմա, շնորհակալ եմ ձեր նվերների համար։ Իշխան 33 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Իշխանի համար։ Իշխան 33 տարեկան, Իշխան 33 տարեկան, սիրելի Իշխան, ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ Եթե նույնիսկ կա պրոբլեմ, եթե նույնիսկ կա խնդիր, այդ պրոբլեմը, այդ խնդիրը դուք հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ Հաջողություն, հաղթանակներ։ Հերմինե, դուք աղջիկ երեխա կունենաք, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար։ Հերմինե, աղջիկ երեխա կունենաք, թե ոչ։ Աղջիկը շատ լավ բան է, ընդհանրապես երեխան շատ լավ բան է։ Այո, սիրելի Հերմինե,
դուք կունենաք աղջիկ երեխա, ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում, սիրելի Հեժմինե, դուք աղջիկ երեխա կունենաք։ Ես ձեզանից եմ շնորհակալ, գրանցվեք իմ ալիքներին սիրելիներս, գրանցվեք, Նարինե 33 տարեկան, տեսնեք ինչ է ասում դիեզերքը մեր սիրելի Նարինեի համար, Նարինե 33 տարեկան, Սիրելի Նարինե, կա խնդիրներ, կա տարօրինակ խնդիրներ ձեր կյանքի բոլոր ոլորտներում, ոնց որ ուժդ կորցրած լինեք, ոնց որ հավատքը կորցրած լինեք, ոնց որ մեծ հիասթափություն մտած լինի ձեր կյանքի մեջ, սիրելի Նարինե, գիտեք ինչ, սիրելի Նարինե, բայց ցույց է տալիս, որ հիասթափությունը, խնդիրը, պրոբլեմը թողնում եք հետևում, վերականգնում եք ձեր ուժերը, վերականգնում եք ձեր հնարավորությունը, դիեզերքը ձեզ հնարավորություն է տալիս, եթե կան խնդիրներ, պրոբլեմներ, այդ խնդիրները, պրոբլեմները հաղթահարեք և անձնական և գործնական ոլորտում, նեգատիվը, խնդիրը, պրոբլեմը թողնում եք անցյալում, ձեզ սպասվում է հաջողություն, Գոհար 31 տարեկան, անձնական, տեսնենք ինչ է ասում դիեզերքը մեր սիրելի, շնորհակալ եմ, մեր սիրելի Գոհարի համար, Գոհար անձնական, ինչ որ վախեր կա, սիրելի Գոհար, ձեր կյանքի մեջ վախենում եք, ոնց որ վախ մտածելն է ձեր կյանքի մեջ, գիտեք ինչ, ոնց որ գլխի վրա դարած լինեք, ընկած լինեք պրոբլեմների, դժվարությունների, խնդիրների մեջ, սիրելի Գոհար, գիտեք ինչ, ոնց որ ձեր հաջողության անիվը ամբողջովին գլխի վրա դարած, գնում եք, ընթանում եք ու հանկարծ ընդհատվում է ձեր հաջողությունը և առաջընթացը, սիրելի Գոհար, ձեր բոլոր խնդիրների պատճառը և անձնական, և գործնական, և ֆինանսական ոլորտում, ձեր ներքին վախերը, ձեր ներքին այդ նույնիսկ առողջական խնդիրները, հնարավոր է դեպրեսիա, հոգեբանական խնդիրներ, ձեր այդ խնդիրների պատճառը նեգատիվը և ձեր վրա կատարված թուղթուկիրն է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, անպայման մաքրվեք, որպեսզի ձեր հաջողության անիվը և ձեր անձնական երջանկությունը, ձեր ներքին էներգետիկան նորից հետ դառնա, վերականգնվի, որովհետև ցույց է տալիս, կա նաև հոգեբանական խնդիրներ, մաքրվեք, որպեսզի այդ խնդիրները հաղթահարեք, Ռադիկ 39 տարեկան, անձնական, Ռադիկ 39 տարեկան, անձնական, տեսնենք ինչ է ասում դիեզերքը մեր սիրելի Ռադիկի համար, Ռադիկ անձնական, կա ֆինանսական խնդիրներ, նաև անձնական խնդիրներ, սիրելի Ռադիկ, կան դժվարություններ, ոնց որ դուք ձեզ չեք գտնում ձեր տեղը, սիրելի Ռադիկ, ձեր վրա կա կնոջ կողմից կատարված թուղթուկիր, որի պատճառով ոչ գործնական դե աշխատում, ոչ էլ անձնական դե աշխատում, ամեն ինչ կիսատ է, ամեն ինչ թերի է, ամեն ինչ ձևական է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրվեք այս թուղթուկրից, կլինի անձնական, կլինի գործնական, կլինի ֆինանսական, շնորհակալ եմ,
ձեր նվերների համար։ Միշիկ 42 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Միշիկի համար։ Միշիկ 42 տարեկան անձնական, Միշիկ 42 տարեկան անձնական։ Սիրելի Միշիկ, ձեր անձնական ոլորտում հաջողություն, երջանկություն, երազանքների նպատակների կատարում, եթե նույնիսկ խնդիր է, պրոբլեմ կա, այդ խնդիրը և պրոբլեմը լուծվում է, հաջողություն է սպասում ձեր անձնական ոլորտում, հաջողություն։ Հասմիկ 32 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հասմիկի համար։ Հասմիկ 32 տարեկան անձնական, սիրելի Հասմիկ, ձեր անձնական ոլորտում հաջողություն, հաղթանակներ, երազանքների նպատակների կատարում, ինչ երազանք նպատակ, որ ունեք, դրանք կատարվում է, հաջողություն է ցույց տալիս ձեր անձնական ոլորտում սիրելի Հասմիկ։ Սիմոն 35 տարեկան անձնական, Սիմոն 35 տարեկան անձնական, Սիրելի Սիմոն, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ճիշտ է որոշակի ժամանակ է ցույց տալիս, բայց շատ կարճ ժամանակ է, ձեր և անձնական, և գործնական, և ֆինանսական ոլորտում մեծ հաջողություններ է մտնելու և հաղթանակներ է մտնելու, եթե նույնիսկ կա պրոբլեմներ, այդ պրոբլեմները դուք հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս։ Շնորհակալ եմ ձեր նվերների համար։ Գեորգի 36 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Գեորգի համար։ Գեորգի 36 տարեկան, սիրելի Գեորգի, կա ֆինանսական խնդիրներ, կա պրոբլեմներ, աշխատանքի, գործունեության հետ կապված, և անձնական ոլորտում կա պրոբլեմներ, սիրելի Գեորգի, ոչ անձնական դե նորմալ, ոչ էլ գործնական դե նորմալ, ամեն ինչ գլխի վրա տարած է, սիրելի Գեորգի, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, որի պատճառով չի ստացվում ոչ գործնականդ, ոչ էլ անձնականդ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի հաջողություն։ Լիլիթ 26 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Լիլիթ 26 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Լիլիթ ձեր անձնական ոլորտում, կա դժվարություններ և պրոբլեմներ, սիրելի Լիլիթ
ձեր անձնականը փակված է, ձեր մայրական ազգը անեծքի տակ է, որի պատճառով ձեր անձնականը չի ստացվում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Լիլիթ, դուրս եկեք այս նեգատիվի տակից, նոր կլինի անձնական, չկա անձնական։ Սյուզաննա 39 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սյուզաննայի համար, Սյուզաննա 33 տարեկան, ինչ-որ երազանքներ, նպատակներ ունես, ձեր այդ երազանքը և նպատակները չեն կատարվում, ոնց որ պետք է արդեն կա տեղ հասնի և ընդհակառակը ամեն ինչ չեղարկվում է, սիրելի Սյուզաննա, և ֆինանսական, և գործնական ոլորտում, և անձնական ոլորտում նույնն է, ոչ միտեղ հաջողություն ցույց չի տալիս ձեր մոտ, սիրելի Սյուզաննա, ձեր և հայրական, և մայրական ազգը անեծքի տակ է, որի պատճառով ձեր անձնականը չի լինում, ձեր գործնականը չի լինում, դուք ոնց որ կորած, մոլորված վիճակում լինեք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս տոհմական անեծքը ձեր վրայից մաքրեք և կլինի անձնական, կլինի գործնական, փակված է ձեր մոտ ամեն ինչ, սիրելի Սյուզաննա, Ավետիք 54 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ավետիքի համար, Ավետիք 54 տարեկան, կա խնդիրներ ձեր մոտ, սիրելի Ավետիք, ֆինանսական խնդիրներ, ֆինանսական պրոբլեմներ, հնարավոր է մեծ ֆինանսական կորուստ լինի նաև, աշխատանքի կորուստ, բանկերի հետ խնդիրներ և պրոբլեմներ, անընդհատ շարժվում եք, վազում եք, արդյունք չկա, շատ եք, ամբողջովին մենակ եք, սիրելի Ավետիք, կան խնդիրներ պետական դռների, հնարավոր է այդ խնդիրները իրավական դաշտի հետ է կապված, հնարավոր է բանկային համակարգի, նույնիսկ հնարավոր է առողջապահական համակարգի, սիրելի Անդրանիկ, ոչ միայն ֆինանսական ոլորտում է ձեր մոտ ցույց տալիս պրոբլեմ, նաև անձնական ոլորտում, ոնց որ քաոս լինի, սիրելի Անդրանիկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որի պատճառով կա և ֆինանսական խնդիր, կա և առողջական խնդիր, կա և անձնական խնդիր, սիրելի Անդրանիկ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն և ձեր կյանքի մեջ լրիվ գույները ամբողջովին ուրիշ գույն կլինի, ուրիշ երանգ կլինի, ձեր կյանքի մեջ տխրություն, պրոբլեմ և պրոբլեմ, շնորհակալ եմ ձեր նվերների համար, շատ շնորհակալ եմ, Միլենա 32 տարեկան, ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Միլենայի համար,
Միլենա 32 տարեկան ֆինանսական կա ֆինանսական խնդիրներ, որը ձեզ շատ է կմտածում այդ խնդիրի մասին, ինքը անընդհատ ձեզանից շատ մեծ խնդիր է այդ ֆինանսականը, ձեզանից ձեր էներգետիկան խլում է, սիրելի Միլենա, ոնց որ առույցը դարած լինի կատվի վիճակ, վտանգավոր իրավիճակ է ցույց տալիս, գիտեք ինչ, սիրելի Միլենա, շատ մեծ հարցականներ կա և ձեր ֆինանսական ոլորտում, նաև ձեր անձնական ոլորտում, տարօրինակ պրոբլեմներ, հնարավոր է նաև ձեր ֆինանսական խնդիրները դա ձեր անձնական սխալ կատարած գործողությունների պատճառ է, դուք զգում եք, որ այդ սխալ գործողությունների պատճառ է, ոնց որ ձեր ֆինանսները ձեր վրա չեք օգտագործել, ոնց որ ձեզանից գողացած լինեն, տարած լինեն, գիտեք ինչ, ոնց որ մտած լինեն ձեր հավատքը չարաշահած լինեն, սիրելի Միլենա, ընդհանրապես ցույց է տալիս, որ և անձնական խնդիրներ կա, և գործնական և ֆինանսական խնդիրներ կա, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեծք, ձեզանից խլած է ձեր անձնական երջանկությունը, նաև ձեր ֆինանսական հաջողությունը, ձեզանից տարած է ձեր հաջողությունը, սիրելի Միլենա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն և ձեր կյանքի մեջ կմտնի հաջողություն, ձեր անձնական շրջումը նորմալ մարդիկ չեն պտտվում, նորմալ մարդիկ չեն պտտվում, սիրելի Միլենա, բարև ձեզ, բարև ձեզ, Շուշան 46 տարեկան, առողջական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Շուշաննայի համար, Շուշան 46 տարեկան, առողջական, կա առողջական խնդիրներ, կա էներգիայի կորուստ, գիտեք ինչ, բայց այդ առողջական խնդիրները անցողիկ են, Շուշաննա կկարողանա այդ առողջական խնդիրները հաղթահարել և դուրս գալ, նորից կվերականգնի իր ուժը, իր էներգետիկան, իհարկե բժշկական միջամտություն պարտադիր է, նարեկ Հերմինե, կամուսնանաք թե ոչ, նարեկ Հերմինե, կամուսնանաք թե ոչ, շնորհակալ եմ, ձեր նվերների համար, նարեկ Հերմինե, նարեկ Հերմինե, ոչ, դուք ձեր ամուսնություն չի լինի, որովհետև ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա նեգատիվ, հնարավոր է երկուսիդ, հնարավոր է առանձին, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանկը, այս մագիան ձեր վրայից հանեք, նոր դրանից հետո հնարավոր է ձեր անձնական կյանքի մեջ մտնի հաջողություն, Լիլիթ Արտակ, կգրի Արտակը թե ոչ, Լիլիթ Արտակ, տեսնենք տեղեկություն կունենաք դուք Արտակից թե ոչ, կգրի թե ոչ, Լիլիթ Արտակ,
Ընդհանրապես ոչ, որովհետև և Լիլիթի վրա, և Արտակի վրա կա թուղթուկիր, ոչ իրանք իրար հետ կկարողանան իրանց հարաբերությունները կարգավորել, ոչ էլ անհատական, որպեսզի ձեր կյանքի մեջ մտնի անձնական երջանկություն, ֆինանսական հաջողություն, պետք է և Լիլիթը մաքրվի, և Արտակը մաքրվի, քանի կա այս կախարդանքը, քանի կա այս բացասական նեգատիվ էներգետիկան, չի գրի։ Ելենա 49 տարեկան աշխատանք։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Ելենա աշխատանք։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Կա խնդիրներ ձեր աշխատանքի ոլորտում, կա դժվարություններ և ձեր անձնական ոլորտում։ Գիտեք ինչ, մոտակա ժամանակներում ցույց է տալիս, որ աշխատանք չի լինի։ Գիտեք ինչ, դժվարություններ կա, բայց որոնք հաղթահարելի է։ Մոտակա ժամանակում չի լինի աշխատանք, բայց որոշակի ժամանակ հետո հնարավորություն կլինի աշխատանք և ձեր սիրած աշխատանքը։ Հնարավոր է մոտակա ժամանակներում առաջարկություն լինի այնպիսի աշխատանքի, որը ձեր սիրած աշխատանքը չէ, ձեզ հարմար վարձատրություն չէ, բայց որոշակի ժամանակ հետո հնարավոր է աշխատանքի առաջարկություն, որը ձեր նախասիրությունն է, որի վարձատրությունը ավելի ձեզ հաճելի է, բայց որոշակի ժամանակ է ցույց տալիս։ Կարիդե 56 տարեկան անձնական։ Կարինե 56 տարեկան անձնական։ Սիրելի Կարինե, կա անձնական խնդիրներ, կա պրոբլեմներ, կա դժվարություններ։ Այո, ձեր կյանքի բոլոր ոլորտներում, սիրելի Կարինե, ցույց է տալիս խնդիրներ, ոնց որ չգնահատված Կարինե լինեք, սիրելի Կարինե, և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում։ Գիտեք ինչ, սիրելի Կարինե, բայց իմացեք, որ ձեր այդ տարօրինակ իրավիճակը ժամանակավոր է։ Տիեզերքը ձեր կյանքի մեջ հաջողություն է բերելու։ Հաջողություն և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում։ Գիտեք ինչ, դուք ցույց եք տալու, թե կյանքում դուք ով եք։ Հաջողություն է ցույց տալիս ուղղակի որոշակի ժամանակ հետո։ Ասիա 61 տարեկան, տուն կունենաք, թե ոչ։ Ասիա 61 տարեկան, տուն կունենաք, թե ոչ։ Սիրելի Ասիա, այո, դուք տուն կունենաք։ Դա ձեր մեծ երազանքը և նպատակն է, բայց դուք կունենաք։ Հիրմինե 21 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար։ Շնորհակալ եմ։ Հերմինե խորհուրդ։ Անձնական դժվարություն կա ձեր կյանքի մեջ, սիրելի Հերմինե, ինչ-որ տարօրինակ իրավիճակ եղավ ձեր կյանքի մեջ, վախեր մտան։
Գիտեք ինչ սիրելի Հերմենե, ինչ որ կատարվել է, դա չի նշանակում, որ ձեր անձնականը փակված է։ Ուղղակի ինչ որ կատարվել է, դա ցույց է տալիս, որ այդ հարաբերությունները անձնական ձեր համար չի։ Սիրելի Հերմենե, ցույց է տալիս, որ ձեր կյանքի մեջ մտնում է հաջողություն, հաղթանակներ, երազանքների, նպատակների կատարում։ Եթե նույնիսկ կան պրոբլեմներ, կան դժվարություններ, դուք այդ պրոբլեմներն ու դժվարությունները թողնում եք անցյալում։ Հաջողություն է մտնում ձեր կյանքի մեջ։ Людмила, 50 лет. Видите вы замуж? Посмотрим, что говорят Всевышние. Людмила, 50 лет. Выйдет ли замуж? Дорогая Людмила, на вас есть порча, поэтому у вас лишние отношения не получается. Чтобы вы вышли замуж, вам надо чиститься от этого негатива. На вашу личную сферу есть негатив, есть порча. Надо чистить это, потом у вас получится и выйти замуж. Пока этот негатив есть, пока это колдовство есть, вы не выйдете замуж. Обращайтесь к экстрасенсу, делайте чистку и выйдете замуж. Իզաբելա 44 տարեկան ավագա Իզաբելա Իզաբելա 44 տարեկան ավագա Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Իզաբելայի համար Սիրելի Իզաբելա, ցույց է տալիս հաջողություն ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ Ճիշտ է, անմիջապես մեծ ուժեղ փոփոխություններ չի մտնելու, ոնց որ հրաշքի ձևով, բայց կամաց եթե խնդիրներ կան, այդ խնդիրները լուծվում են, կամաց ձեր կյանքի բոլոր ոլորտներում մտնելու է հաջողություն։ Ջուլիետա 39 տարեկան ընդհանուր Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ջուլիետայի համար Ջուլիետա 39 տարեկան ընդհանուր Կան խնդիրներ սիրելի Ջուլիետա ձեր կյանքի բոլոր ոլորտներում Խառը իրավիճակ է ձեր կյանքի մեջ, սիրելի Ջուլիետա, ճիշտ է կա խնդիրներ, կա պրոբլեմներ, բայց այդ խնդիրներն ու պրոբլեմները հաղթահարվում են։ Ձեր դեմ բացվում է հնարավորություն, որ այդ իրավիճակից դուք հաղթանակով դուրս գաք։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ, սիրելիներս։ Լիլիթ Արաքել Անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը Լիլիթի և Արաքելի համար։
Լիլիթ Արաքել Սիրելի Լիլիթ, սիրելի Արաքել, ցույց է տալիս, որ ձեր անձնական ոլորտում տարօրինակ խնդիրներ է, պրոբլեմներ է, տարաձայնություններ է, ոնց որ սառած իրավիճակ լինի, սիրելի Լիլիթ, սիրելի Արաքել, ոնց որ ձեր դեմը բոլոր ճանապարհները փակված լինեն, դուք էլ չեք հասկանում ինչն է պատճառը, սիրելի Լիլիթ Արաքել, գիտեք ինչ, ճիշտ է, կա դժվարություններ, կա պրոբլեմներ, բայց այստեղ ցույց է տալիս, որ այդ դժվարությունները, պրոբլեմները հաղթահարելի են, ուղղակի մի քիչ համբերատար եղեք, մի քիչ աշխատասեր եղեք, մի քիչ իրար բռնեք եւ ձեր կյանքի մեջ ամեն ինչ կսկսե այլ ուրիշ ուղղությամբ գնալ։ Կամաց կլինի հաջողություն, ուղղակի հասկացեք, որ դա ժամանակավոր է։ Կա ֆինանսական խնդիրներ, դուք այդ խնդիրները կհաղթահարեք եւ դուրս կգաք։ Քոհար 31 տարեկան անձնական տեսնենք ինչի ասում տիեզերքը մեր սիրելի Քոհարի համար Քոհար 31 տարեկան անձնական Սիրելի Քոհար կա խնդիրներ ձեր անձնական ոլորտում կա դժվարություններ, կա պրոբլեմներ, սիրելի Քոհար, ձեր անձնականը ամբողջովին փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի անձնական, չեմ տեսնում ոչ մի անձնական, սիրելի Քոհար։ Սյուզի 36 տարեկան առողջական ֆինանսական Սյուզի 36 տարեկան առողջական ֆինանսական Կա ֆինանսական խնդիրներ, կա ֆինանսական դժվարություններ, սիրելի Սյուզի Կա նաև առողջական խնդիրներ, ձեր էներգետիկան լրիվորից ձևի է աշխատում։ Սիրելի Սյուզի, ճիշտ է, կա ֆինանսական խնդիրներ, կա առողջական խնդիրներ, բայց դուք Աստծո կամքով հնարավորություն ունեք եւ այդ ֆինանսական խնդիրները հաղթահարեք, նաեւ այդ առողջական խնդիրները հաղթահարեք։ Ճիշտ է, որոշակի ժամանակ, որոշակի դժվարություն, բայց հաղթահարելի է եւ ֆինանսական խնդիրները եւ առողջական խնդիրները։ Սարա 26 տարեկան անձնական Սարա 26 տարեկան անձնական Սիրելի Սարա, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի անձնական, չկա անձնական, սիրելի Սարա, փակված է։ Բարև ձեզ, Հեղինե Սարգիս, կլինեք միասին, թե ոչ։ Հեղինե Սարգիս, կլինեք միասին, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Հեղինե Սարգիս,
Սիրելի հեղինե, սիրելի Սարգիս, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեզք, որի պատճառով դուք չեք լինի միասին։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր դրանից հետո հնարավոր է ձեր հարաբերությունների մեջ լինի միություն։ Լարիսա, 65 տարեկան, առողջական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լարիսայի համար։ Լարիսա, առողջական։ Լարիսա, առողջական։ Կա առողջական խնդիրներ, սիրելի Լարիսա։ Կա ֆինանսական խնդիրներ, կա առողջական խնդիրներ։ Սիրելի Լարիսա, ճիշտ է, կա խնդիրներ, բայց դուք այդ խնդիրները հաղթահարում եք, բուժվում է ցույց տալիս, հաջողություն է ցույց տալիս։ Եթե նույնիսկ կան պրոբլեմներ, այդ պրոբլեմները լուծվում են, սիրելի Լարիսա, առողջացում է ցույց տալիս։ Բարև ձեզ։ Ռիթա, 22 տարեկան, անձնական։ Ռիտա, 22 տարեկան, անձնական։ Կա խնդիրներ ձեր անձնական ոլորտում, սիրելի Ռիտա։ Այո, ոնց որ նեղված եք, չի ստացվում ձեր անձնականը։ Սիրելի Ռիտա, դա ժամանակավոր իրավիճակ է, ճիշտ է եղել է պրոբլեմներ, որը ձեր կյանքի մեջ վախեր է մտցրել, ինքնավստահությունը ձեր դարձրել է 0, սիրելի Ռիտա, ձեր կյանքի մեջ մտնում է հաջողություն, երջանկություն, ինչ երազանք և նպատակ ունեք, դրանք կատարվում են։ Այս ժամանակավոր դժվարությունը դա իրոք ժամանակավոր դժվարություն է։ Անուշ, 42 տարեկան, անձնական։ Անուշ, 42 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անուշի համար։ Սիրելի Անուշ, ձեր անձնականը փակված է։ Ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեզք, որի պատճառով ձեր անձնականը ցույց չի տալիս, չկա, փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի ձեր մոտ անձնական, սիրելի Անուշ։ Այո, սիրելիներս, հարցնում եք, ես աշխատում եմ, այո, ես նույնպես ոչ միայն կանխատեսում եմ կատարում, այլև մաքրում, պաշտպանություն, թալիսմաններ, աստղային քարտեզ, այո, ես նույնպես մաքրման գործողություններ կատարում եմ։
40 տարեկան ապագա։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ռոմիկի համար։ Ռոմիկ 40 տարեկան ապագա։ Սիրելի Ռոմիկ, հաջողություն է ցույց տալիս, հաղթանակներ է ցույց տալիս, երազանքների նպատակների կատարում է ցույց տալիս, ճանապարհներ, նոր հորիզոններ, նոր հնարավորություններ։ Բարև ձեզ։ Արկադի 37 տարեկան անձնապական։ Արկադի 37 տարեկան ավական։ Սիրելի Արկադի, սպասում է հաջողություն և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում։ Հաջողություն է սպասում։ Սակո 28 տարեկան ապագա։ Սակո 28 տարեկան ապագա։ Սիրելի Սակո, խնդիրներ կա ձեր անձնական ոլորտում, ձեր ֆինանսական ոլորտում։ Սիրելի Սարգիս, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով և անձնական դեպակված, և գործնական դեպակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, որպեսզի ձեր ապագան լավ լինի, որպեսզի հաջողություն լինի։ Քանի այս նեգատիվը կա, սիրելի Սարգիս, հաջողություն չի լինի։ Կվազեք և արդյունք չեք ունենա։ Աիդա 19 տարեկան ապագա։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Աիդայի համար։ Աիդա 19 տարեկան ապագա։ Սիրելի Աիդա, տարօրինակ իրավիճակ է ձեր անձնականի մեջ։ Վախեր, հիասթափություն, մտածմունք։ Սիրելի Աիդա, այդ տարօրինակ իրավիճակը հաղթահարելի է։ Ձեր կյանքի մեջ մտնում է հաջողություն, երջանկություն, ինչ երազանք և նպատակ որ ունեք, ձեր այդ երազանքը և նպատակը կատարվում է։ Լուսինե 46 տարեկան աշխատանք կունենաք, թե ոչ։ Լուսինե 46 տարեկան աշխատանք կունենաք, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լուսինե, ձեր վրա կա անեծք, ձեր վրա կա թուղթուկիր, որի պատճառով ոչ աշխատանքից եք բան հասկանում, ոչ էլ անձնականից եք բան հասկանում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն և կլինի աշխատանք, կլինի հնարավորություն, ոնց որ կյանքի գույները կորցրած լինեն, սիրելի Լուսինե։ Մաքրվեք այս նեգատիվից, քանի այս նեգատիվը կա, աշխատանք չկա։ Մայրամ Գուրգեն, անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի և Գուրգենի համար։ Սիրելի Մայրամ, սիրելի Գուրգեն, ձեր վրա կա թուղթուկիր,
ձեր վրա կա մագիա, որի պատճառով ձեր կյանքի մեջ կմտնի դժվարություններ, ձեր կյանքի մեջ կմտնի պրոբլեմներ, եւ ֆինանսական, եւ անձնական, եւ գործնական, դուք արդեն գիտեք, որ այդ պրոբլեմների մեջ եք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրեք այս նեգատիվը ձեր վրայից, եւ կլինի ձեր կյանքի մեջ հաջողություն, քանի այս նեգատիվը մնա, այնքան դժվարություններ, քաոս կլինի ձեր կյանքի մեջ։ Նունե 31 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նունեի համար։ Նունե 31 տարեկան, այո, կարող եք տարբեր հարցեր տալ։ Նունե 31 տարեկան, սիրելի Նունե, չի լինի անձնական, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ժամանակ մի կորցրեք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրեք այս թուղթուգիրը, այս անեծքը ձեր վրայից եւ նոր կլինի ձեր անձնական կյանքի մեջ փոփոխություն, քանի այս մագիան կա, փոփոխություն չի լինի, սիրելի Նունե։ Նարեկ 24 տարեկան ապագա, Նարեկ 24 տարեկան ապագա, սիրելի Նարեկ, ձեր կյանքի մեջ մտնում է հաջողություն, եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում, ճիշտ է կամաց, բայց մտնում է հաջողություն։ Նազանի 38 տարեկան ֆինանսական, Նազանի 38 տարեկան ֆինանսական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նազանի համար։ Նազանի 38 տարեկան ֆինանսական, սիրելի Նազանի, հաջողություն է ցույց տալիս, եթե նույնիսկ կա խնդիրներ, կա պրոբլեմներ, այդ խնդիրները, պրոբլեմները հաղթահարվում են, ձեր կյանքի բոլոր ոլորտներում հաջողություն է ցույց տալիս։ Տարոն Սիլվա, տեսնենք ինչ է ասում տիեզերքը ձեզ համար, սիրելի Տարոն, սիրելի Սիլվա, Տարոն Սիլվա, սիրելի Տարոն, սիրելի Սիլվա, ձեր կյանքի մեջ մտնում է հաջողություն, երջանկություն, եթե նույնիսկ կա խնդիրներ, կա պրոբլեմներ, դուք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից ձերբազատվում եք, հաջողություն է մտնում։ Մայրամ 44 տարեկան ապագա, տեսնենք ինչ է ասում տիեզերքը, Մայրամ 44 տարեկան ապագա, սիրելի Մայրամ, հաջողություն է ցույց տալիս, ճիշտ է դանդաղ եկող հաջողություն, բայց մտնում է ձեր տան մեջ հաջողություն, եթե նույնիսկ կան պրոբլեմներ, կան դժվարություններ, կան խնդիրներ, դուք այդ պրոբլեմները, այդ դժվարությունները, այդ խնդիրները հաղթանակով դուրս եք գալիս։ Քրիստինե 44 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Քրիստինեի համար, Քրիստինե 44 տարեկան անձնական,
Սիրելի Քրիստինե, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, հաղթանակներ, երազանքների նպատակների կատարում։ Եթե նույնիսկ ձեր անձնական ոլորտում կա պրոբլեմ, դուք այդ պրոբլեմը հաղթահարում դուրս եք գալիս։ Արմեն 32 տարեկան ֆինանսական Արմեն 32 տարեկան ֆինանսական Սիրելի Արմեն, նույնիսկ եթե կա ֆինանսական խնդիրներ, դուք այդ ֆինանսական խնդիրները հաղթահարում և դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս, հաղթանակներ է ցույց տալիս, հնարավորություններ է ցույց տալիս։ Քրիստինե 47 տարեկան անձնական Քրիստինե 47 տարեկան անձնական Սիրելի Քրիստինե, ձեր անձնական ոլորտում հաղթանակ, հաջողություն, երջանկություն, ինչ երազանք և նպատակ ունեք, ձեր այդ երազանքը և նպատակը կատարվում է։ Այսքանը սիրելիներս, այսօր նույնպես ավարտում եմ իմ ուղիղետերը 2 ժամյա, ի նկատի ունեցեք ամեն շաբաթ կիրակի 2 ժամյա մտնում եմ ուղիղետեր, որտեղ պատասխանում եմ ձեր հարցերին, եթե ունեք հարազատներ, ունեք բարեկամներ, տվեք նրանց իմ տվյալները, որպեսզի այդ անձնավորություններն էլ նույնպես կարողանան այն տված հնարավորությունը, որ ես տալիս եմ, այդ հնարավորությունից օգտվեն։ Ում էլ որ չկարողացա պատասխանել, կպատասխանենք մյուս շաբաթ, մյուս կիրակի, ես մի հոգի ունեմ, դուք շատ եք, ասվածտը անընդհատ շատանակ, հաջորդ շաբաթ կիրակի անպայման նորից միացեք, կպատասխանեմ ձեր հարցերին։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում, ակտիվացնում, երազներ եմ մեկնաբանում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղիղեթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Telegram-յան ալիքներում, TikTok-յան ալիքներում, Facebook-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այսքանը սիրելիներս, այսքանը։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր բարի խոսքերի, ձեր մեկնաբանությունների համար։ Եթե ցանկանում եք, դուք կարող եք անհատական ինձ դիմեք, ես ձեզ անհատական կպատասխանեմ, սիրելի Քրիստինե։ Շնորհակալ եմ ձեր սրտերի, ձեր լայքերի համար։ Дорогие мои подписчики, как вы знаете, я экстрасенс, парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, на рунах, делаю натальную карту для каждого человека, составляю астрологическую матрицу, делаю талисманы, амулеты, обереги. Если вам нужно
Помощь, дорогие мои подписчики. Вы можете обращаться. Я людей принимаю в себя в доме. Еще работаю онлайн с помощью видеозвонка. Շատ շնորհակալ եմ սիրելիներս ձեր մեկնաբանությունների, ձեր սրտերի, ձեր նվերների, ձեր լայքերի համար։ Ասկանը սիրելիներս հաջողություն, ստեսություն։